Հայկական հեռուստաեթերի առաջին եւ միակ հաղորդաշարը, որն անդրադարձավ մեր հայ շոու բիզնեսի ամենից ամենաիրադարձություններին տալով մեզ ճշգրիտ եւ հավաստի պարզաբանումն է, իհարկե ամենից ամենան է ողջույն։ Դուք շարունակում եք դիտել ամենից ամենաժամանցային եթերը եւ այս պահին ձեր էկրաններին է ամենից ամենաաստղային շքերթը, որը վարում եմ ես, Լիաննա Տերմինասյանը։ Եվ նախքան մեր այսօրվա հիմնական անվանակարգին անցնելը, ուզում եմ ծանոթացնել ձեզ, թե որ աստղերն այս անգամ ընդգրկվեցին մեր Օվենա խորագրի շրջանակում։ Այս շաբաթ Օվենա խորագրի շրջանակում հայտնվեցին Արևիկ Հակոբյանը, Սամվել Դանիելյանը եւ Մարիամ Մացակյանը։ Գուշակելու են նրանք Օվենա խորագրի այսօրվա հերոսին, բացահայտվելու է քիչ անց։ Հետևեք եթերին։ Օվենա խորագրին մենք դեռ այսօր կանդրադառնանք։ Դա իսկ այժմ հայտարարում եմ մեր այսօրվա հիմնական անվանակարգը։ Ամենից ամենաերաժշտական պրոդյուսերներ։ Երաժշտական պրոդյուսերի դերն ու նշանակությունը շատ կարևոր ու ազդեցիկ է երգչի, երաժշտական խմբի, ֆիլմի ներկայացման կամ շոուի կայացման հարցում, որովհետև այդ բոլոր նախագծերի երաժշտական մասի ամբողջականությունը ապահովում է հենց երաժշտական պրոդյուսերը։ Երաժշտության ընտրություն, երգչի ձայնային տվյալների, երգերի ժանրային համապատասխանություն, գործիքավորում, ձայնագրման կոորդինացում եւ այլն եւ այլն։ Այս ամենի հետևում կանգնած է երաժշտական պրոդյուսերը եւ նրա ճիշտ ու գրագետ աշխատանքից է մեծապես կախված կստեղծվեն հիթեր, թե ոչ, կլինի հայտնի այս կամ այն կատարումը, թե ոչ, եւ հաջողությունը բնականաբար երգչի։ Ահա թե ինչու այսօր մենք որոշեցինք անդրադառնալ այս հետաքրքիր թեմային եւ բացահայտել մեր հայկական երաժշտական ինդուստրիայի ամենից ամենաերաժշտական պրոդյուսերներին, որոնք ունեն իրենց ազդեցիկ ու ծանրակշիռ դերը մեր հայկական փոփ երաժշտության կայացման հարցում։ Հետաքրքիր բացահայտումներ ու անկեղծ խոստովանություններ դիտում ենք հենց այս պահին։ Հայկ Ապրիկոտան եւ Արնի Ռոքը որպես երաժշտական միավորներ կայացել եւ ձեռք են բերել ճանաչում մեկը մյուսից անկախ։ Սակայն մի գեղեցիկ օր Հայկի առաջարկով իրենք սկսեցին ստեղծագործել միասին եւ որպես երաժշտական պրոդյուսերական թիմ ունեցան բազմաթիվ հաջողակ աշխատանքներ։ Ներկա պահին Արնի Ռոքն ու Հայկ Ապրիկոտան համագործակցում են սիրված երգչուհի Սոնե Սիլվերի հետ։ Սակայն ամենին անդրադառնանք հերթով։ Երաժշտական պրոդյուսերը վերջնական, այսպես ասած, պրոդուկտ է տալիս երգչի համար։ Եվ ոչ միայն երգչի, կարող է օրինակ պրոդյուսերություն անի ֆիլմի սաունդթրեքը, կարող է պրոդյուսերություն անի ինչ-որ գովազդի երաժշտությունը։ Ես ինքս բացի նրանից, որ գրում եմ երգեր եւ գործիքավորում եմ անում, նաեւ հանցանում եմ երաժշտական պրոդյուսեր, իմանալով շուկան, զգալով շուկան, արդյոք դա հիթ կդառնա, ինչ տարիքային խմբի համար այս երգը կաշխատի։ Եվ մենք արդեն 10-ից ավել տարի է զբաղվում ենք երաժշտական պրոդյուսինգով, մեզ դիմում են տարբեր արտիստներ։ Ապրում եմ, որ քեզ սիրեմ, շուրթերը համբուրեմ ու ձեռքդ միշտ ես բռնեմ, ցավերդ ես ինձ վերցնեմ, սիրեմ, գուրգուրեմ, սիրտդ սիրով լցնեմ, երջանկացնեմ միշտ քեզ հետ հավետ, ահա այս։ Առաջի անգամ, երբ ես հանդես եկա որպես երգգրող եւ գործիքավորող եւ ինչ-որ չափ երաժշտական պրոդյուսեր, Հայկ խմբի Քամիփչի երգն էր, որտեղ 0-ից այսպես ստեղծել էի երգը եւ Դերհովայի համատեղ միասին կարողացանք երգը ավարտին հասցնել։ Դրանից հետո սկսեցին պատվերներ գալ եւ ես կարծես գտա իմ մասնագիտությունը։ Ընթացքում շատ գործեր արեցին, թե գործիքավորման տեսքով, թե երաժշտական պրոդյուսինգի տեսքով, Ապրիկոտա խմբով մի շարք երգերի նաև հեղինակն ենք։ Իմ յարը Սարինա երգը նույնպես, որ հիմա օրինակ Երևան պրոջեկտը կրկին պոպուլյար դարձրեց։ Մինչև երաժշտական պրոդյուսեր լինելը ես դիջեյությամբ եմ զբաղվում։ Հետո հանդիպեցի Հայկ Ապրիկոտայի հետ։ Ես այն ժամանակ Ֆրանսիային էի պարապում ու նախքան Ֆրանսիայինից դասերը ուզենայի ազատ ժամանակ գնում էի Հայկոյին ստուդիայում, ժամանակ սպանում, տենց ասում եմ։ Ու տենց Հայկոն mir ասաց, իսկ չբռնենք միասին ինչ-որ երգ գրենք, որպեսզի այս ժամանակը օգտագործվի։ Ես սկսեցի դառա պրոդյուսեր։ Դե տաղանդավոր եմ, էլի։ Я так думаю.
Կարքին սերիալի Ալաբալանիցա ֆիլմի երաժշտական պրոդյուսերն ենք Հայկո Մկոյի, ինչպես նաև շատ արտիստների հետ ենք աշխատել, Սիրուշոյի հետ Արսեն Գրիգորյանի Այբուբեն երգի, Արփիի կապույտ թռչունն ենք մենք արել։ What a beautiful Sunday. What a beautiful Նարինե Դովլաթյանի Beautiful Sunday երգը, որը իր այսպես դեբյուտն էր։ Մենք այն ժամանակ գրել էինք Beautiful Sunday երգը եւ ով որ մեր մոտ բասը նվագել էր, ինքը ասաց մի հատ աղջիկա մեր մոտ երգում է, խոսամ իր հետ, ձեզ ասեմ։ Ու խոսած կանչեցինք, եկանք ստուդիա, եկավ Նարինեն էր։ Եկավ երգեց ու մենք շատ հավանեցինք ու հասկացանք ոնց որ ինքը այդ երգի համար է։ What a beautiful Sunday. What a beautiful Sunday. What a beautiful day. What a beautiful day. Ընդհանրապես Սոնե Սիլվերի բոլոր երգերի երաժշտական պրոդյուսերը մեծամասամբ մենք ենք եւ վերջերս այս տարան երգը նորովի ներկայացրեցինք եւ բավականին էլի հաջողություն ունեցավ։ Այդ երգը вообще պլանավորա չէ, որ ինքը կարող է տենց հայտ ինտերնա։ Ընդհանրապես։ Իհարկե հիթ գրելը միանգամից չի ստացվում, չկա այդպես ալգորիթմ, որ գրես այսպես անես, երգը հիթային կլինի։ Եվ լայնը մասնային սիրելու համար կարող ես դու քո ճաշակը դնես մի կողմ եւ նայես ինչ է այս պահին ակտուալ լայն մասաների համար։ Եթե այս դեպքերը լինում, որ գալիս է այնպես բան ուզում, որը մեր հետ կապ չունի, ընդհանրապես մենք այդ մարդուն նախապես ասում ենք, կներես մենք քեզ կարանք ուղղորդենք գնա այս մարդու մոտ, ով մասնագետ է դրա։ Եթե երգը 0-ից են պատվիրում, որպեսզի ստեղծենք, մեզ մոտավոր ասում են ինչ տիպի երգ են ուզում, ուրախ, տխուր։ Ու մենք նստում ենք Հայկի հետ, սկսում ենք ինչ-որ տենց տարբեր մեղեդիներ նվագել, ինչեւ մի բան մեր դուրը գալիս է ոնց որ։ Հայկոնն է երգում վրայից ինչ որ ես եմ բաղաձայն բաներ փորձում երգեմ։ Թիմային աշխատանքը կարծում եմ երաժշտական պրոդյուսինգի մեջ շատ ավելի դարձունք է տալիս, քան անհատական աշխատանքը։ Մեր այս նոր երգերի հայկական երգերի պրոյեկտը, որ Սոնե Սիլվերի հետ անում ենք, ես էլ Արնին էլ եւ Սոնեն էլ երաժշտական պրոդյուսերներն ենք պրոյեկտի։ Մեր չաթը որ մարդիկ նայեն, բոլորս են անընդհատ ես էլ Սոնեն է Հայկոնն է անընդհատ ինչ որ մտքերով կիսվում ենք։ Երաժշտական պրոդյուսերը ինքը նոր ժանրեր, նոր տրենդեր, երաժշտության մեջ նոր գաղափարներ է ստեղծում տվյալ երկրի համար կամ աշխարհի համար։ Իմ համատեղ աշխատանքը, որը տարբերվում է մյուս աշխատանքներից, ինչ որ մենք հայկական ենք, Միքայել Ոսկանի հետ, որ արել ենք Դրթո երգը։ Անդրադառնալով համաշխարհային երաժշտական ինդուստրիայի ամենից ամենաերաժշտական պրոդյուսերներին եւ կուզեմ հիշատակել Ջոն Մարտինի անունը։ Ջոնը 30 տարեկան էր, երբ գեղեցիկ օր լսեց լիվերպուլյան տղաների դեմո ձայնագրությունները։ Այդ ժամանակաշրջանում ինքը ուներ մեծ ցանկություն ռոք երաժշտության նկատմամբ առաջացնել մեծ հետաքրքրություն ազդեցիկ հեղինակավոր ձայնագրման ստուդիաների մոտ։ Այսպիսով Ջոն Մարտինի եւ այդ լիվերպուլյան տղաների միջև ստեղծվեց սերտ համագործակցություն եւ ծնվեց Beatles խումբը։
Beatles խմբի թերևս բոլոր ձայնասկավառակների երաժշտական պրոդյուսերը համարվում է Ջոն Մարտինը եւ հետաքրքրականն այն է, որ Մարտինը ուներ լավ ընկերներ BBC երաժշտական բաժնում, այնպես որ երբ ձայնագրության համար հարկավոր էր որևէ երաժշտության հնչողություն, իր երաժիշտ ընկերները գերագույն հաճույքով գալիս էին ձայնագրության։ Եվ չնայած որ Ջոն Մարտինը համագործակցել է Beatles խմբի հետ, այնուամենայնիվ այդ ժամանակահատվածում ինքը ունեցել է նաև համագործակցություններ այլ երաժշտական խմբերի հետ, բայց այնուամենայնիվ Ջոն Մարտինը ունի իր ազդեցիկ ու անջնջելի հետքը Beatles խմբի կայացման հարցում։ Դες ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Հպարտությամբ կարող եմ փաստել, որ երաժշտական պրոդյուսինգում իմ կնքահայրը Մուրզոն է, Արա Թորոսյանը, որը հավատաց եւ վստահեց ինձ եւ իմ երաժշտական կրեատիվին։ Նիկ Էգիբյան։ Առաջին կուրսում սկսեցի արդեն բառերով երգեր գրել, գրում էի շատ վատ անգլերենով, մոտ երևի մի տարի, երկու տարվա ընթացքում 1000-ը անցավ երգերի։ Ունեի կուրսեցի Անջելա անունով, որը Ամերիկայից էր եկել Հայաստան։ Ինքը միշտ կամերայով էր գալիս էր նկարահանում էր դասամիջոցներին, երգում էի։ Փոքրիկ համերգներ էի տալի իմ գրած հեղինակած երգերով։ Տարել էր ամուսնուն ցույց էր տվել։ Մի օր զանգահարեցին, բա ուզում ենք քո հետ ծանոթանանք։ Հանդիպեցինք, շփվեցինք, այդ մարդը ասաց, ես ուզում եմ քեզ ինչ-որ մի բանով օգտակար լինել։ Ես ասացի, ինչ կուզենաս, ասացի, դե կուզենայի երգերս օրինակ մի հատը գոնե գործիքավորվեր երգեի։ Ասեց, իսկ ինչ է դրա համար հարկավոր։ Ես էլ չգիտեի իրականում այն ժամանակ գործիքավորողների, ասացի, դե երևի համակարգիչ, միկրոֆոն եւ keyboard կլավիշ։ Մի քանի շաբաթ անց գնացել էր ԱՄՆ վերադարձավ, ու այդ ամեն ինչը ինձ բերեց նվիրեց։ Ու այդպես սկսվեց իմ գործիքավորելու ուղին։ Հետո եղավ համազգային աստղ պրոյեկտը Թաթայի Սիմոնյան, այդտեղ արդեն Արան Թորոսյան մուզիկում ես մինչև այսօր պապա եմ ասում, որովհետև ինքը ինձ համար երաժշտության պապան է, հայ փոփ արվեստի, ու ինքը ինձ շատ օգնեց, ինքը ինձ մի օր տարավ իր մոտ, ասեց, որ գործիք ուզում ես վերցրու քոնն է։ Ես էլ տենց ագահ երիտասարդի նման 500 գիգաբայթ գործիք վերցրեցի։ Հետո ով իր մոտ գնում էր, ինքը ժամանակ չէր ունենում գործիքավորելու, այդ մարդկանց ուղարկում էր ինձ մոտ։ Այդպես ծանոթացա Հասմիկի հետ, Կարապետյան, Անդրեի հետ։ Առաջի երգս, որ ուրիշ արտիստ է կատարել, Հասմիկն է եղել, Կարապետյան 2005 կամ 6 թվականին, այդպես շղթայական ռեակցիայով գնաց։ Գրում եմ, գործիքավորում եմ, հիմնականում մտքերը իմն են լինում, նույնիսկ դեպքեր են լինում, երբ ուրիշի երգեր եմ գործիքավորում երկրորդ անգամից, այսինքն ինչ-որ միտեղ գործիքավորել է ինչ-որ մի X անց, բերել են ինձ մոտ, որպեսզի ինչ-որ ուրիշ ուղղության վրա դնեմ այդ երգը, որովհետև այդ արտիստի դուրը չի եկել։ Ուղղություններ, որոնք որ ինչ-որ չափ, որոնց համար որ ես եմ պատասխանատու, պոպուլարիզացիան արել եմ երևի ես, դա տրեպ երաժշտությունն է փոփի հետ խառնուրդը, դա աֆրո երաժշտությունն է փոփի հետ խառնուրդ, օրինակ նույն հենց իմ երգերից սկսեց դա պատմություն այմիսի երգերը, որոնք որ հետո կամաց վերածվեցին ավելի համատարած ոճի, կամ աֆրո տարբերակը, օրինակ Իվետայի սիրտը։ Հայտի փաստ է, որ Նիկ Էգիբյանը հանդիսանում է մի շարք սիրված երաժշտական հեռուստանախագծերի, ինչպես նաև Սողոմոնի երգերը ֆիլմի երաժշտական պրոդյուսերը։ Voice-ի Հայաստանի ձայնի 2 սեզոնների երաժշտական պրոդյուսերն եմ եղել, դա արդեն ուրիշ աշխատանք է։ Դու արդեն հաշվի առնելով մասնակիցների ինդիվիդուալությունը, վոկալ տվյալները, կարողությունները, ընտրում ես երգ, պարապում ես բենդի հետ, տոնայնություն ես որոշում, վոկալիստը ինչպես պետք է հանդես գա, ոնց պետք է երգի։ Երկու մանկական եվրատեսիլների երկրորդ տեղ ունեմ վերցրած որպես երաժշտական պրոդյուսեր, այսինքն դիմել է հեռուստաընկերությունը, որպեսզի գրեմ, գործիքավորեմ, վիճակ ստեղծեմ կոնկրետ արտիստների համար։ 16 թվականն եմ երկրորդ տեղը բերել եւ 22 թվականն եմ երկրորդ տեղը բերել եւ դա երկուսն էլ համատեղ աշխատանքներ են եղել։ Մեկը Ավետի հետ Բարսեղյան, մյուսը Գրիգորի հետ Գյուղչյան։ Նաեւ Նորալիկ մրցույթին եմ հանդես եկել որպես երաժշտական պրոդյուսեր 2 տարի, դե նաեւ I Like It-ի համահեղինակ պրոդյուսեր եմ եղել։ Կինոյի սաունդթրեքներ են եղել, որ իմ մասնակցությամբ են արվել։ Այդ ֆիլմերից են Կոմիտաս Արման Նշանյանի պրոդյուսինգ արված։
Նիկն անկեղծ խոստովանում է, որ մեր իրականության մեջ հաճախ շփոթում են երաժշտական պրոդյուսեր, ադմինիստրատոր, հովանավոր հասկացությունները։ Սոնայի Ռուբինյան փաթիլներն եմ ես արել, վերջի ալուն եմ ես արել։ Այն ինչ որ ես անում եմ Արամի համար եմ Պետրի, ինչ որ անում եմ Սոֆիի համար, ինչ որ բարել եմ մնացած զիգ արտիստների համար, ինձ դուր է գալիս։ Բայց կա իհարկե այդ ամեն ինչի կողքին նաև երաժշտություն, որը որ արվում է ոչ թե քո ցանկությամբ, այլ քանի որ պատվերն է այդպեսին եկել։ Մտածում ես հիմա եթե այս երգը գնաց ուրիշի մոտ, անելու են այնպես, ինչպես արտիստն է ուզում, ու այդ շատ ավելի ցեխի է վերածվելու, իսկ եթե անես դու ինչ որտեղ գոնե կարող ես թույլ տալ քեզ այդ ամեն ինչը ֆիլտրել, մաքրել, վատ տարեր հանել ինչից եւ թողել գոնե այն լավը ինչ որ երգի մեջ կա, բայց հիմնականում երաժշտությունը մեղավոր չի կատարողի ոճի ընտրության մեջ։ Ոնց ներկայացնես, այդպես կգնա։ Դրա համար շատ անգամ նախընտրում եմ վերցնել այդպիսի պատվերները, անել այդ գործիքավորումները կամ երգերի պատվերները, որովհետև կարողանում եմ ինչ որ չափ կոնտրոլի տակ պահել ոճը, ուղղությունը եւ այլն։ Շարունակելով համաշխարհային երաժշտական ինդուստրիայի ամենից ամենաերաժշտական պրոդյուսերների թեման եւ այս անգամ կուզեմ հիշատակել բոլոր ժամանակների փոփ հարքա Մայքլ Ջեքսոնի անունը։ Մայքլ Ջեքսոնի մասին կարելի է խոսել անվերջ, որովհետև ինքն այն բացառիկ անձնավորություններից է, որը անգամ մահանալուց հետո կարողացել է վաստակել գումարներ։ Մայքլ Ջեքսոնը մարդ նվագախումբ էր, երգիչ, երգերի հեղինակ, գործիքավորող, երաժշտական պրոդյուսեր, պարող, պարերի բեմադրող, սցենարիստ, դերասան, ֆիլանտրոպ եւ բիզնեսմեն։ Այլ կերպ ասած, Մայքլ Ջեքսոն նախագծի միակ ու անփոխարինելի հեղինակը եւ այդ ամենը կազմակերպողը հենց ինքն էր Մայքլ Ջեքսոնը։ Ու նաեւ լինելով իդեալական երաժշտական պրոդյուսեր, ինքը կարողացել է անել այնպես, որ իր թողարկված ձայնասկավառակների քանակությունը հասել է 1 միլիարդ հատ։ Մի խոսքով Մայքլ Ջեքսոնը իր երաժշտությամբ արեց անջնջելի ներդրում համաշխարհային փոփ ինդուստրիայի, երգերի, տեսահոլովակների, պարերի եւ նորաձևության մեջ։ Ես քեզ շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ 14-15 տարի DJ-ինգով զբաղվելուց հետո հասկացա, որ հասունացել է պահը ստեղծել մի նախագիծ, որի շուրջ հավաքված կլինեն կրեատիվ, տաղանդավոր երաժիշտներ։ Արդյունքում ստեղծվեց Relax պրոյեկտը, որն ունի կարևոր առաքելություն՝ DJ Relax։ Որոշեցի ստեղծեմ խումբ, տամ ethnic music, ավելի հավես ինչ-որ նոր բաներ անեմ, ժողովրդիկների հետ։ Մարտի 8-ին եմ ստեղծել 3 տարի առաջ, Հայաստանում միակն ու անկրկնելին է։ Հիմա շատ կան, որ նման բաներ են ուզում անեն։ Okay, թույն ես պոզիտիվ եմ նայում այդ ամեն ինչին։ Իմ տեսակետն եմ ասում, էլի ինքը մահանալու եզրին էր, բայց ես անեն ստեղծեցի, որ այսօր թե հենց կանոնի հետ կապված մեր աղջիկն էս լավ է դիրապետում այդ ամեն ինչը այնքան մակարդակով է ներկայացնում, որ այսօր կանոն, թե երաժշտական դպրոցներում, թե կոլեջներում, թե ինստիտուտում նորմալացում արդեն մեծ բազա ունեն իրանք ընդունելության համար։ Ուդ, թար, քյամանչա, կանոն, փողային մի քանի տեսակի գործիքներ, այդ բոլորը ընդգրկված են մեր խմբի մեջ։ Ու փորձում եմ, որ ավելի վերակենդանացնեմ ու նոր կյանք տամ իրանց։ Ու երկրից դուրս եմ արդեն փորձում այդ ամեն ինչը անեմ շուտով։
Պրոդյուսերինգ եմ անում խմբին, դու պետք է ունենաս քո թիմի մեջ լավ երաժշտական ղեկավար, լավ երաժիշտներ, որ տան լավ որակով մյուզիկ, արդեն դու սկսես վաճառել այդ։ Դու էլ պետք է ունենաս ճաշակ, որ հասկանաս դա ինչ է, երաժշտականի մասով եմ ասում։ Իսկ եթե մի քանի տեղ ես բաժանվում, ինձ թվում է կիսա դա լինելու։ Մեծ թմային աշխատանք է ինքն նման, ֆուտբոլը ոնց է որ մենակով չես կարող ոչ իմանալ, եթե թիմը կա, ինքը արդեն կառուցողական անում։ DJ Relax-ն անկեղծ խոստովանում է, որ իր Relax նախագծի համար որպես ոգեշնչման աղբյուր կարող են հանդիսանալ ինչպես ժողովրդական երգերը, դասական գրողները, այնպես էլ բոլորովին նոր ստեղծված երաժշտական մոտիվներ։ Մեր մոտ համ նոր գործեր է ստեղծվում, համ մեր հին գործերն ենք մենք նորի վրա բերում, նոր բիթերի վրա ենք բերում, համ կոմիտասից մյուզիկը վերցնում ենք թույն գժականա չի քննարկում, սա է նովայց ենք վերցնում, չի քննարկում բոմբա ինքը, արդեն Խաչատուր Աբովյան ենք անցել, ինչ-որ խառը բաներ ենք անում։ Հենց մեր վերջի գործը հենց որ հիմա YouTube ենք գցել, ինքը Relax Project-ի մուշն է կոչվում, ստուդիայում հավաքվել էին Պուակի փորձի ու երաժշտական ղեկավարը Վարդանը մեր, ասաց որ ցես մի հատ միտք կա, արենք հավաքվենք ու անենք ու գժական բան ստեղծվեց։ Մի հատ նոր գործ ենք անում, որը որ շուտով էլի եթեր կունենանք, ինքը Գիքորն է, Հովհաննես Թումանյանի, բանաստեղծություն, այդպես վերցրել ենք ու սարքել ենք հավես ինչ-որ մի հատ երգ, էլի բիթի վրա, հիփ-հոփ բիթի վրա, մեր աղջիկը Աննան է կատարում, երգային է լինելու, էլի բոլոր ժողովրդիկները մեջ ակտիվ են, ունենք այդպես նորություն, որը որ շուտով կտանք եթեր։ Այդ ամենին DJ Relax-ը հավելեց։ Երբ որ թմում գիրությունա ու թմում բոլոր իրար հարգում սիրում են, ամեն մեկի կարծիքը յուրովի ընդունվում է ու դառնում է մի հատ աննորմալ հետաքրքիր բան էլի։ Կարող է մեկը Կոմիտասից մի բան առաջ բերի, մեկը Թումանյանից առաջ բերի, մեկը, չգիտեմ, Միշոյից առաջ բերի ու այդ ամեն ինչը կդառնա մի հատ թույն գաղափար մի քանի օր հետո։ Քանի որ 7-8 հոգի մարդ ենք, ինքնին մեկը սիրում է բրազմիկա, մեկը Միշո, մեկը, չգիտեմ, կոմիտաս ու խառնում ենք սաղ իրար, սարքում ենք հետաքրքիր բան։ Չկա էլի, որ իմ կարծիքն է ու վերջ։ Դրա համար մենք այդպես փառք Աստծո, իմ լեզվով ասած, կարելով առաջ են գնում, էլի։ Անկախատեսել ենք մենք։ Չկա այդպես բան էլի, որ կարա ինչ-որ մեկը ասի, այս մարդիկ ստեղից էս ինչ վերցրին։ Մենք անենք այն, որը որ չկա։ Աննորմալ բաներ ենք անում։ Ինքը ֆիշկենն է, որ մեր մոտ բոլորը աննորմալ են։ Ամենից ամենան շարունակում էր եթերը բոլոր նրանք, ովքեր հենց այս պահին միացան մեզ, ուզում եմ ասել, որ այսօր մենք խոսում ենք ամենից ամենաերաժշտական պրոդյուսերների մասին։ Շատ հետաքրքիր բացահայտումներ դուք արդեն բաց եք թողել, սակայն ոչ պակաս հետաքրքիր մանրամասներ սպասում են մեզ առջևում, մնացեք մեզ հետ։ Ամեն ինչ սկսվեց դեռ շատ վաղուց, երբ ես Նադեժդա Սարգսյանի մոտ Դորեմի նախագծի շրջանակում սկսեցի գործիքավորել երեխաների կատարումների համար պահանջվող երգերը։ Արմեն Սարգսյան, Բրդև։ Երբ որ ես սկսեցի գործիքավորումներ անել, պետք է ինչ-որ երեխայի համար գործիքավորում անել, մի քիչ մեծ տարիքով երգիչներ ինչ-որ երգում են, իրանց երգերը նորից հավաքում էի, որ իրանք իրանց մինուսը չտան, իրանց տոնացիան մեջ հավաքում էի, որ իրանք երգեին մրցույթի ժամանակ 97 թվին ասացի մեր գործիքավորողը Օրզոն, տենց ինքը ստեղ չէր կարծեմ Մոսկվայում էր, հետո եկավ, տեսա, ծանոթացա իմ հիմիկվա շատ լավ ընկերոջ հետ, Մուրզոյի հետ։ Տենց իրանից լիքը բաներ եմ սովորել ես գործիքավորման հետ կապված, մինչև հիմա էլ սովորում եմ։ Հետո արդեն Ասպարեզ ստուդիայում որ աշխատում ենք 2004 թվականից, այդտեղ մի հատված եղավ, որ Մուրզոն պետք է Ամերիկա գնար, չէր կարա Թաթայից հետ շրջագայության գնար, ոնց որ ես իր տեղը գնացի։
առիթ հանդիսացա, որ տենց համերգային տարբեր երգիչություններ նվագելուց էդ էլ ոնց որ իր փորձը բանալեց, ում այդ ոնց պետք է նվագել, ինչ պետք է նվագել 14 թվականից եկա երգի թատրոն, սկսվեց արդեն այնտեղ գործունեությունը շարունակվել Միջև հիմա դեռ ընդեղ եմ երգի թատրոնում արդեն սկսեցի շատ անել Արտուր Գրիգորիչի հենց երգերը Ընդեղի սովորող երեխեքի համար ինչ-որ բաներ էր պետք խմբակային որ երգել հիմա էլ եմ անում Արտուր Գրիգորիչը ցավոք չկա բայց մանենա ինքնազբաղվում այդ երեխաներով ու հիմա շարունակաբար ամեն անգամ ինչ որ անում եմ իրանց համար գործեր Իր ստեղծագործական գործունեության ընթացքում Բրդեն հասցրել է աշխատել շատ սիրված եւ ճանաչված երգիչների հետ ընդ որում աշխատել է ինչպես երգերի գործիքավորման վրա այնպես էլ ընդգրկվել մենահամերգների երաժշտական պրոդյուսերական թիմում Նա ձերքով արա, մեր սիրելի Բրդեն, պաշտելիսի գործիքավորման, սիրեն քեզ լիանամ, մի շարք գործիքավորման հեղինակ, և Արան հարվածային գործիքներ, դադամ! Արամեն որ եկավ ստեղ, արդեն ինքը երկու հատ երգ ուներ արդեն, մեկը Արտուր Ռուբինան էին գործիքավորել, մեկը Մուրզոն, հետո Մուրզը ասեց, որ ես անեմ գործիքավորումը հաջորդ, ու տենց սկսեցինք Արամեի հետ աշխատել, ու տենց իրար հետևից ահագին երգեր ենք արել, միջև իր մենահամերգը էլի, ու եղավ իր առաջի մենահամերգը Համալիրում, հետո մի պահ ուրիշ գործիքավորումներ սկսեց անել, բայց հիմա էլի իրար հետ աշխատում ենք, ասում եմ հին ընկերություն է էլի մեկը Հետո եղավ Քրիստինե Պեպելյանին, էլի ես գեղարվեստական ղեկավարն էի, Էրիկի հետ եմ նվագել, Կարապետյան, այս վերջերս եղավ Տաթև Ասատրյանի մենահամերգը, էլի Համալիրում։ Ռազմիկի հետ առաջինը եղել է «Սիրեմ քեզ Լեանան», որ կլիպի մեջ էլ ես նկարվել էի։ Դրանց մի օր մտավ սենյակս ու միանգամից երգեց այդ տողերը, ասում ես ի՞նչ է, ասեց նոր երգ է, ասես ինչ եմ գրել։ Դրանց մտածեցինք իրար հետ ու ստեղծվեց այդ երգը առաջի Հետո պաշտելիսը արեցինք, որը կլիպ չարեց, տենց էլ, բայց էլի սիրել եմ մարդիկ։ Հիմա ռազմիկետ նոր երգ պետք է սարքենք, գրել է Ռաֆին Ալթունյան, էլի շատ սիրված երգահան, որ լիքը արել եմ իր գործերից, պետք է որ լավ սիրուն երգ լինի։ Իր ստեղծագործական կարիերայի ընթացքում Բրդեն ձևավորել է իր ուրույն ձեռագիրը, որը միանգամայն տարբերում է իր գործիքավորումները եւ փոխանցում հենց իրեն բնորոշ տրամադրությունը։ Մարդկա միանգամից իմանում է, էլի ով արի միքսը կամ ում գործիքավորածն է, հարցնում են, ասում են դե Բրդեն արի, ասենք գիտեն առաջին նոտաներից, Բրդեյոտ արանժիրովկա կամ Պեպելյանոտ sense վոկալ, դա էլ այդ պրոդյուսերսկի բանն է, այդ օտը։ Կլինեմ նաև իմ երկու շատ կարևոր ընկերներին, որոնք իմ ստեղծագործական կյանքում ունեն բեկումնային, կարող եմ ասել, եւ շատ կարևոր դեր։ Խոսքս Արմեն Սարգսյանի Բրդեի մասին է, գործիքավորող, ով գործիքավորել է իմ երգացանկի հավանաբար 90%-ը։ Եվ մի մարդ, ով իմ գեղարվեստական խմբի գեղարվեստական ղեկավարն է։ Օտից բացի նու լսել եմ, ինչ որ մեկը ասել է, հա եթե դանդաղ գործա միանշանակ Բրդեին տուրանի, չնայած իմ համար կապ չունի։ Արագ գործա թե սիմֆոնիկ գործա, ինչ որ կլասիկ։ Երևի շատը դանդաղ գործեր եմ արել, դրա համար տենց ինչ որ մտել է մարդկանց մեջ էլի։
Այդ ամենին Արմեն Սարգսյանը հավելեց. Հիմնականում գիտեմ ես ինչ եմ անելու, ինչը կսիրվի, ինչը լավ կլինի, ինչը դսիրուն կլինի։ Ոնց որ ինձանով եմ անում, երգը իմ հոգին դնում եմ, որ ինքը լավ լինի, էլի ամեն ինչ։ Անդրադառնալով համաշխարհային երաժշտական ինդուստրիայի հիփ-հոփ ժանրի երաժշտական պրոդյուսերներին, կուզեմ հիշատակել Dr. Dre-ի անունը։ Կարելի ասել, որ Dr. Dre-ն իսկական լեգենդ է հիփ-հոփ ժանրի երաժշտության մեջ։ Ինքը հայտնի է իր ունիկալ հնչողությամբ եւ ինովացիոն բիթեր ստեղծելու կարողությամբ։ Իդեպ Dr. Dre-ը հայտնի է նաեւ որպես ռեփ կատարող ու ունի հրաշալի համագործակցություններ Eminem-ի, Snoop Dogg-ի, ինչպես նաև Kendrick Lamar-ի եւ այլոց հետ։ Դες că շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Ամեն ինչ սկսվեց 2015 թվականին, երբ Լևոն Արեշատյանի նախաձեռնությամբ ստեղծվեց Project LA նախագիծը։ Ուրախ եմ, որ մի առժամանակ անց, որպես երաժշտական պրոդյուսերական թիմի մասնիկ, ես էլ միացա այդ տաղանդավոր թիմին։ Վահրամ Յանիկյան։ Իրականում անսպասելի էր, որ այսպիսի պրոյեկտը կունենա հաջողություն հայաստանյան պայմաններում, բայց ինքը ունեցավ։ Ու առաջին հիթը եղավ, ով կհանդիպի երգը Չարենցի խոսքերի վրա, որը բերեց ամենամեծ լսարանը Project LA-ին։ Իմ սրտում երկերում իմ մուտք, խոսքերում ասված իմ հոգու մասին, հեռավոր մեկի անրջանքն եմ սուտ, նետված աշխարհի անսուտ երազի։ Դրան արդեն հաջորդեցին մնացած հիթերը։ Ինձ համար ավելի տպավորիչ դարձավ Project LA-ի սիմֆոնիկ նվագախմբի հետ համալիրում ունեցած համերգը։ Ժամանակ դեռ պրոյեկտի հետ չէի համագործակցում ու դրանից հետո ես արդեն ստացա առաջարկ աշխատելու պրոյեկտում։ Բնական է համաձայնեցի աշխատել պրոյեկտի հետ, որովհետև պրոյեկտը արդեն ուներ իր համբավը ու բացի դրանից ինքը շատ ստեղծագործական ու արվեստագետին ու երաժշտին շնչելու տեղ տվող պրոյեկտ է, որովհետև այսօր կան հելադրված կամ ստեղծված արդեն կանոններ, որոնցից դուրս հնարավոր է երաժշտությունը չաշխատի։ Բայց այս դեպքում երաժիշտը, գործիքավորողը, պրոդյուսերը անում է այն, ինչ որ պետք է տվյալ խոսքին, որովհետև Project LA-ն պրոյեկտն է, որտեղ հիմքը դրվում է շատ խոսքի վրա, պոեզիայի վրա, ու երաժշտական պետք է ավելի ընդգծի ու արտահայտի այդ խոսքը։ Ինչպես ասել, որ դու միայն դու չես թաղծում, ինչպես ասել, որ ես ծնվել եմ քեզ համար, ինչպես ասել, որ ես միշտ էլ քեզ եմ տեչում, սակայն ինչպես ասել, ինչի համար, սակայն ինչպես ասել, ինչի ու ես սկսեցի աշխատել արդեն Project LA-ի հետ։ Հաջորդ հիթը եղավ իմ գործիքավորմամբ «Լինես իմ երազում» երգը, որը էլի շատ հիանալի երգ դարձավ ու սիրված, ու արդեն հաջորդեցին մնացած երգերը։ Project LA-ի ստեղծման հիմքում ընկած էր մի գաղափար՝ երգերի միջոցով ճանաչելի դարձնել հանրության լայն զանգվածներին մեր հայ պոեզիան։ Հիմքը արդեն իսկ Լևոն Արեշատյանն է, որը ինձ համար մեր դարի բացահայտումներից է, ով ունի երաժշտական պատկերացման չսահմանափակված հորիզոն։ Միշտ զարմանում եմ մտքի թռիչքի վրա, թե մեղեդին որտեղից որտեղ կարող է թռիչք կատարի։ Լևոն Արեշատյանը ինքը լինելով գաղափար այս ամեն ինչի մեջ, ուներ կարիք նաև իր կողքի մնացած կոմպոնենտների, որոնք որ կհասցնեին այս պրոյեկտը նրան, ինչ որ մենք տեսնում ենք։ Այդ գորնա Սուջան, որովհետև ես կարծում եմ մեր հայ իրականության ամենաբացառիկ վոկալիստ, երաժիշտ, մարդ նվագախումբն է, որը որ, չգիտեմ, ես իրպես տաղանդավոր մարդկանց հետ չեմ շփվել երևի։
Բնականաբար գործիքավորողների թիմն է Խաչիկը Սահակյան, Արա Թորոսյանը Մուրզոն, Արմեն Մարտիրոսյանը, Հայկ Գասպարյան, Էդգար Հայրապետյան եւ իհարկե ես։ Ու բացի դրանից, երբ որ արդեն խոսքը հասնում է կատարմանը, բնական է արդեն մի մեծ պրոֆեսիոնալ ու շատ բարձր մակարդակի երաժիշտների թիմը հավաքված։ Ամեն ինչ սկսում է դեմոից, երբ որ Արևշատյան Լևոնը արդեն ուղարկում է երգի մեղեդին, ու սկսվում է արդեն որոշվել ոճը ընդհանուր, թե երգը ինչ ոճի մեջ պետք է լինի։ Կարականը կամերա։ Ասում հանգարտակի շեղվեք, կիլդիմ։ Հետաքրքիրն է, որ ամեն դեմոյի հետ, որ արդեն գործիքավորումը ես անում եմ, միշտ իմ մեջ հարցը առաջանում, թե գորի ձայնային ելևէջներով այս երգը ոնց է հնչելու, ու ես ամեն անգամ կարողանում եմ զարմանալ, որ գորի կատարմամբ այդ երգը մի քանի անգամ ավելի գեղեցիկ է հնչում։ Այս վերջերս մենք երրորդ անգամ համագործակցեցինք Ռոլանդի հետ Գասպարյան, ռեինկարնացիայի շատ հայտնի, ստացվեց շատ հիանալի մի երգ, որը կոչվում է Կապույտը։ Կապույտը քրոջ աչքերի անուն առավոտ է թար Կապույտում հոգիս մի հիննիրիկում անզոր հետ կլտա Շատերը կփաստեն, որ Project LA-ի երգերն իսկապես հարուստ են իրենց բովանդակությամբ։ Թերևս դրանով է պայմանավորված այն փաստը, որ պրոյեկտի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Սուրեն Սահակյանը միշտ գտնում է շատ ճիշտ լուծումներ, թե ինչպես տեսահոլովակում ընդգծել երգի բովանդակությունը։ Այս ամեն ինչի մեջ պրոդուկտի սկզբնական վիճակից մինչև վերջնական ներկայանալի տեսքին բերելը շատ կարևորագույն գործն ունի պրոյեկտի պրոդյուսեր Սուրենը Սահակյան, որը որ համ տեսահոլովակներն է նկարում Project LA-ի, համ ինքը հենց ամենաառաջին նոտայից մինչև վերջին նոտան ոչ թե ներկայ է լինում, այլ ուղղորդում է։ Տալիս է ճիշտ լուծումներ, ճիշտ ճանապարհ, դեպի որ ուղղությամբ պետք է երգը շարժվի, ուր պետք է հասնի, ու ամեն երգի համար մտածելով շատ հետաքրքիր լուծումներ, լինելով ռեժիսոր, որոնք որ չեն խանգարում երգին, այլ ավելի ընդգծում են իր արժեքը։ Եթե դու չես սիրում ինձ, ինչու են ճամփաբացում ինձ, տներ մայթեր անցորդներությունը, եթե չես սիրում Եկել է պահը Օվենախորագրի, որի շրջանակում մեր մասնակիցները պետք է գուշակեն, թե որ հայտնի մարդու ոչ հայտնի լուսանկարն են ներկայացնում իրենց ուշադրությանը։ Իդեպ նաև դուք սիրելի հեռուստադիտողներ ունեք հնարավորություն մասնակցել մեր այս խորագրին ու արկելով հայտնի մարդկանց ոչ հայտնի լուսանկարները մեր Facebook-յան պաշտոնական էջին, որն է ԱՄՆ-ից ամենաաստղային շքերթ։ Ունես ամենահետաքրքիրները ես բնականաբար կներկայացնեմ եթերում։ Եվ այսպես, այսօրվա մեր масնակիցները պետք է գուշակեն, թե որ հայտնի մարդն է այսօրվա Օվենախորագրի հերոսը։ Я знаю. Մնաց անունը հիշում։ Իմ սիրս դերասանուհին է։ Բրեդ Փիթի կինն է առաջին։ Վայ Աստված։ Մի րոպե։ Ինչ էր անունը? Ջեսի չէ։ Էնիստոն։ Ջենիֆեր Էնիստոն։ Ջենիֆեր Էնիստոն։ Ահա այսպիսին էր մեր այսօրվա շքերթը լի հետաքրքիր ու բովանդակալից բացահայտումներով։ Եվ այդ ամենին թերևս հավելեմ, որ այո, այսօրվա մեր շքերթում ընդգրկվեցին ԱՄՆ-ից ամենաերաժշտական պրոդյուսերներ, որոնք մեր հայկական երաժշտական ինդուստրիայում ունեն իրենց անջնջելի ու ազդեցիկ դերը ու լինելով որակյալ երաժշտական պրոդյուսերներ եւ չնայած աշխատելով նաեւ կոմերցիոն երաժշտության ստեղծման ոլորտում, այնուամենայնիվ այդ ոլորտում էլ իրենք ներկայացնում են ճաշակ եւ որակ։ Դե իսկ ինձ մնում է միայն ասել, որ հաջորդ շաբաթ էլ մեզ սպասում է շատ հետաքրքիր մի անվանակարգ, այնպես որ ակտիվ հետևում ենք անոնսներին, բացահայտում անվանակարգը, շքերթը եւ իհարկե սրտատրոփ սպասում մեր հաջորդ եթերին։ Դե իսկ մենք հանդիպենք արդեն հաջորդ շաբաթ ԱՄՆ-ից ամենաժամանցային եթերում։ Հաջողություն։